Համընդհանուր հայտարարագրման համակարգը չի չեղարկվի, կողմ 27 դեմ 59 մեկ ձեռնպահ ձայներով ազգային ժողովը մերժեց Հայաստան խմբակցության նախագիծը։ Նշենք, որ կառավարությունը մարտի 13-ի նիստի ժամանակ բացասական եզրակացություն է տվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հաշվեկշռային ընդհանուր ակտիվները այս տարվա փետրվարին կազմել են 10 տրիլիոն 830 միլիարդ 445 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 17%-ի չափով։ Այս տարվա փետրվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 775,499 մարդ, այդ թվում 220,168-ը պետական եւ 555,331-ը ոչ պետական աշխատողներ են։ Փետրվարին աշխատողների ամենամեծ թվաքանակը եղել է մեծածախ եւ մանրածախ առևտրի, ինչպես նաեւ ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման ոլորտում։ Ճանապարհային անվտանգության գլոբալ հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը հաստատել են $150,000 դրամաշնորհ։ Դրամաշնորհի շրջանակում կֆինանսավորվեն Հայաստանի ճանապարհային անվտանգության կառավարման համակարգի ուսումնասիրությունները։ Դրանք կներառեն անվտանգության կառավարման ներկա գործընթացների վերլուծությունը։ Բացի այդ, կիրականացվի ռազմավարական բարձր ռիսկայնությամբ միջանցքների անվտանգության ռիսկի գնահատում առանցքային ճանապարհահատվածներում աստղային վարկանշավորման միջոցով։ Եվրամիությունը 1.6 միլիարդ եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի պաղեստինցիներին։ Ներդրումներ կկատարվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներում միաժամանակ մարդասիրական օգնություն եւ աջակցություն տրամադրելով փախստականներին։ Հայտարարվել է, որ Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու, սակայն երկրի ներկայիս գործողությունները դուրս են գալիս համաչափ ինքնապաշտպանության տրամաբանությունից։ Արգենտինան հաստատել է Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագիր կնքելու իր ցանկությունը մաքսատուրքերը վերացնելու նպատակով։ Ըստ պաշտոնական հայտարարության, ամերիկյան վարչակազմի ձեռնարկած միջոցները ուղղված են առավել արդար առևտրի պայմաններ ստեղծելուն։ Արգենտինան մտադիր է դառնալ Միացյալ Նահանգների հուսալի դաշնակիցը տարածաշրջանում։ Քաթարը համաձայնել է Եգիպտոսի տնտեսության մեջ ուղղակիորեն ներդնել $7.5 միլիարդ երկրների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Ոչ մի տեղեկություն չի հաղորդվում, թե երբ կահիր են կստանա այդ միջոցները կամ կոնկրետ ինչպես դրանք կօգտագործվեն։ Ռուսական ավտոմոբիլային շուկան 2025 թվականին կարող է անկում ապրել 20%-ով, հասնելով 1.2 միլիոն միավոր մեքենայի։ Այս տարի եւս խոշոր ավտոարտադրողները չեն վերադառնա Ռուսաստան, սա եւս անկման համար կարևոր գործոն է։ Հիմնական տոկոսադրույքի բարձրացումը առաջինն է ազդելու ավտոմեքենաների վաճառքի կրճատման վրա։ 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են, ավելանալով 1.3 տրիլիոն դրամով։ Այսօրվա փոխարժեքով սա ավելի քան 3.3 միլիարդ դոլար է, ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար։ Վարչապետն ասում է, ոչ ոք չի հերքում, թե մինչև 2018 թվականը բյուջեի աճ չի եղել։ Եղել է, բայց վերջին 7 տարիներին առավել մեծ տեմպ է ստացել։ Բայց 4.2 միլիարդ դոլարը օդից է ընկել, սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ։ Օդից չի ընկել, ըստ Փաշինյանի գումարը ձևավորվել է ստվերային տնտեսությունը արհեստական մենաշնորհները վերացնելու արդյունքում։ Որպես ապացույց վարչապետը բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը։ Պետությունը 21.8% մասնաբաժին ունի կոմբինատում։ 2012-ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող 7-ամյա շրջանի համեմատ։ Միայն 2024-ին էլ 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետբյուջե։ Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար եւ գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության։ Միայն ԶՊՄԿ-ով 1 միլիարդ դոլար։ 100 միլիարդ դրամի էլ գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորում է իրականացրել պետությունը։ Շատ կարևոր է հասկանալ դրա արդյունավետությունը, որովհետեւ մենք վերջին տարիներին գյուղատնտեսության զարգացման տեմպի իմաստով բավականին խնդիրներ կան։
մի հեկտար հողի վրա արդյունավետ գյուղատնտեսություն չի լինելու ուղղակի։ Չի լինելու։ Եկեք էլի գնանք փողը տանք, կիսերը տանք, հացը տանք, ջուրը տանք։ Գյուղատնտեսությունը ինքը ծավալ է ենթադրում, որպեսզի դա տեղի ունենա։ Հետևաբար հողերը պետքա խոշորանան։ 1 հեկտարի վրա աշխատող գյուղացիների համար էլ Փաշինյանն առաջարկում է շուկայում կամ այլ ոլորտում աշխատատեղ ստեղծել։ Աղքատությունից դուրս գալու միակ տարբերակն է սա, ըստ վարչապետի, նպաստը չի լուծելու աղքատության հարցը։ Իսկ նպաստը ինչ անում մարդը։ Ինչ նպաստով տենց բան անում, ծաղկում է, զարգանում է, կյանքը վայելում է։ Հա? Ինչ անում նպաստով։ Նպաստով լավ է ապրում։ Փաշինյանի ձևակերպումը հետևյալն է՝ տնից դուրս պետության մեջ պետք է բարեկեցիկ միջավայր ապահովել, ասում է, ցեխակոլոլ գյուղում հնարավոր չէ ոչ աղքատ ապրել։ Երկար քննարկված գույքահարկի թեման Փաշինյանը եւս չշրջանցեց։ Պետական եւ համանքային բյուջեն այնա թե մարդը ոնց է ապրում Հայաստանի հարավ։ Հնարավոր չի, որ պետական բյուջեին քիչ փող վճարես եւ լավ ապրես։ Չի կարա այդպիսի բան լինի։ Չի կարա ուղղակի այդպիսի բան լինի։ Աշխատել, նպաստել երկրի բարեկեցությանը։ Ընդհանուր ձևակերպմամբ այսպիսին է Փաշինյանի մոտեցումը։ Եթե չեք աշխատում, ուրեմն կողմնակի եկամուտ ունեք։ Զբոսաշրջության եւ ճոպանուղիների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում 846 հարկ վճարող, որոնք 2024 թվականի ընթացքում պետական բյուջե վճարել են 2.5 միլիարդ դրամի չափով հարկ։ Հարկ վճարողի օրվան ապրիլի 19-ին ընդառաջ տվյալները փոխանցում էր պետական եկամուտների կոմիտեն։